Ուրախ եմ, որ նորից այստեղ եմ, հարկ Աստծո, որ մեզ տվեց կյանք, առողջություն և կարող ենք գալ իր ոտքերի մոտ և սովորել։ Եվ թող Սուրբ Հոգին օգնի մեզ ճիշտ հասկանալ և ընդունել մեր սրտի մեջ և իրագործել մեր կյանքում։ Ուրեմն այսօր արդեն 3-րդ դասն է։ Այս գիրքը կոչվում է Հայտնություն 3 հեշտակների լուրը և այն կազմել է, գրել է Մարկ Ֆինլին, իմ սիրելի քարոզիչներից մեկն է և շատ հետաքրքիր է։ Եվ ուրեմն մենք այստեղ միայն ներկայացնում ենք սա։ Հիշելու համար է, ուրեմն այսօրվա դասը կոչվում է Հավիտենական ավետիս և հիշելու համարն է Հայտնություն 14 գլխի 6-րդ համարը։ Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանալու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Ուրեմն, ինչպես գիտեք, հին Իսրայելում նրանք շրջապատված էին ազգերով, որ հեթանոս էին, մի քանի տեսակի աստվածներ էին պաշտում, և Վ օրինաց 6-րդ գլխի 4-րդ համարում գրված է. լսիր, ով Իսրայել, մեր Տեր Աստվածը Տերը մեկ է։ Այսինքն Իսրայելի տարբերիչ նշանը, տարբերակիչը ինչ էր, ինչով էին տարբերվում, որ իրանց կողքի բոլոր ազգերը բազմաթիվ աստվածներ էին ստեղծել ու պաշտում, իսկ իրանք մեկ ճշմարիտ Աստծու։ Նույն ձևի այսօր գիտեք, շատ եկեղեցիներ կա, բայց ադվենտիստական եկեղեցու տարբերակիչ նշանը որն է, որն է գրված Աստվածաշնչում, Հայտնություն 14 գլխի 6-ից 12 համարները, որոնք մենք այսօր ուսումնասիրենք, և դրա 3 հեշտակների լուրն է, թե ինչ է կոչվում 3 հեշտակների լուր և ինչ այն պարունակում, մենք այսօր կխոսենք այդ մասին։ Եվ այսօր այդ լուրը ուսումնասիրենք շնորհի լույսի ներքո, որովհետև գիտեք, երբ որ մարդիկ կարդում են Հայտնությունը և շատերը չեն հասկանում, որովհետև Հայտնության մեջ կա շատ տարօրինակ բաներ, չէ, սարսափազդու հրեշտներ, չգիտեմ, առեղծվածային խորհրդանիշներ կա, տարօրինակ պատկերներ կա, և շատերը, երբ որ Հայտնություն գրքի անունը լսում են, կարծես թե վախենում են։ Բայց շատերի համար այն մի գիրք է, որը ոգևորում է, ուրախացնում է, մխիթարում է։ Ինչու է այսպես, ինչու է ոմանց համար սա վախենալու գիրք, իսկ ոմանց համար շատ ուրախացնող գիրք։ Եկեք ուսումնասիրենք և պարզենք, կարդանք Հայտնություն գրքի առաջին գլխի 1-ից 3 համարները։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներուն ծծնելու ինչ որ շուտով պիտի ըլլա, եւ իր հրեշտակին ձեռքով գրկելով, իր Հովհաննես ծառային իմացուց, որ Աստծո խոսքին վկայությունը ըրավ ու Հիսուս Քրիստոսի վկայությունը ինչ որ տեսավ, երանի անոր, որ կգարթա, ու անոնց, որ կլսեն այս մարգարեության խոսքերը եւ կպահեն, ինչ որ անոր մեջ գրված է, վասն ժամանակը մոտ է։ Այս երեքը շատ կարևոր է, որ կլսեն, բայց լսելը քիչ է։ Ուրեմն ինչ պիտի անեն լսելուց հետո, պահեն։ Եվ Հայտնության 14 գլխի 6-րդ համարը ասում է, եւ ուրիշ հրեշտակ մտեցավ, որ կթռչեր երկնքի մեջ եւ ուներ հավիտենական ավետիսը քարոզելու բոլոր ազգերին ու ցեղերին եւ լեզուներին ու ժողովուրդներին, որոնք երկրի վրա կբնակի։ Այսինքն այսօր ուսումնասիրենք, թե ինչ է հավիտենական ավետիսը, ինչու է կոչվում հավիտենական,
Եվ ինչ է պարունակում իր մեջ։ Ուրեմն երբ որ հայտնությունը կարդում ենք հենց առաջին մասից, ինչի մասին է հայտնությունը։ Հիսուսի մասին է։ Որքան էլ տարօրինակ բաներ են մարդիկ տեսնում հայտնություն, բայց ամբողջ հայտնությունը Հիսուսի մասին է։ Եվ մեծամասամբ այդտեղ խոսվում է Հիսուսի մասին որպես մորթված գառի մասին։ Եվ օրհնություն է խոստացված նրանց, ովքեր կարդում են, հասկանում են եւ իրենց կյանքում կիրառում են այստեղ բացահայտված ճշմարտությունները։ Եվ համաձայն հայտնություն առաջին գլխի 5-6 համարների Հիսուս այն մեկն է, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից, իր արյամբ եւ արքայության անդամներ եւ Աստծո ու իր հոր քահանաներ դարձրեց մեզ։ Այս է հավիտենական ավետիսը, որ Հիսուսը իր արյունը թափեց մեզ փրկելու համար։ Քրիստոսի մեջ մենք ինչ ենք ստանում։ Հարություն, սեր։ Հիսուսի շնորհը ինչ է, ներում է մեր անցյալը, զորացնում է մեր ներկան եւ հույս է տալիս մեր ապագայի համար։ Քիչ հետո կտեսնենք ինչպես։ Ուրեմն սա նշանակում է, որ մենք Քրիստոսով ինչ ենք, ազատվում ենք մեղքի պատժից եւ նաեւ մեղքի իշխանությունից, այսինքն մեղքը մեր վրա իշխանություն չի ունենում, մենք գերի չենք լինում մեղքին, ինչպես նախկինում։ Եվ մի օր շուտով կազատվենք նաեւ դրա ֆիզիկական ներկայությունից, այսինքն մեղք չի լինի, երբ որ Հիսուսը գա։ Եվ սա շատ հրատապյուր է, այսինքն կարևոր եւ ավետիս է։ Իհարկե այստեղ խերբում մեջ ենք կրկնի դա։ Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ բառերով է սկսվում հայտնությունը։ Հավերժ կամ հավիտենական ավետիս։ Եթե մենք այս բառի իմաստը լիովին չհասկանանք, ապա չենք հասկանա նաև ամբողջ լուրի իմաստը 3 հեշտակների։ Եկեք կարդանք առաջին Կորինթացիս 15 գլխի 1-ից 4 համարները, նաև Հռոմեացիս 3 գլխի 24-ից 26 համարները, ով որը բացել է թող կարդա, Գտացեմ առաջի Կորինթացիս 15 1-ից 4։ Հռոմեացիս 3 գլխի 24-ից 26 համարները։ 15-րդ գլուխ 1-ից 4 առաջի Կորինթացիս։ Եղբայրներ, ցեզի կիմացնեմ այն ավետարանը, որ ես ցեզի քարոզեցի, եւ որ ընդունեցիք եւ անոր վրա հաստատված եք, որով կփրկվիք, եթե ամուր բռնեք այն խոսքը, որ ես ցեզի քարոզեցի, այնպես որ բարապ տեղը հավատացած չլաք։ Բասնզի ամենին առաջ ես ցեզի ավանդեցի զանիկա, որ ես ալ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերուն համար մեռավ, քիրքերուն ըսածին համեմատ, եւ թաղվեցավ ու հարություն առավ երրորդ օրը քիրքերուն ըսածին համեմատ։ Եվ Հռոմեացիներ 3 գլխի 24-ից 26 համարները։ Այս անոր շնորհքով եւ Քրիստոս Հիսուսով եղած բրդությունով սրի գարտարանանք, որը Աստված նախապես սահմանած էր քավություն ըլլալու, եթե անոր արյան հավատանք, այս եղավ ապացուցանելու համար Աստծո արդարությունը, քանզի Աստված իր երկայնավորությամբ չնչած էր նախապես գործված մեղքերը, այսինքն իր արդարությունը այս ժամանակի մեջ ցուցանելու համար, որպեսզի ինք արդար ըլլա եւ արդարացնի Հիսուսի հավատացողը։ Ուրեմն ուր մնաց բարձենալը խափանվեցավ, որ օրենքեն գործերու օրենքեն ոչ հավատքի օրենքեն։ Եվ Հռոմեացիներ 5 գլխի 6-ից 8-ը, եթե հնարավոր է։ Բասնզի երբ մենք թեր տգար էինք, հարմար ժամանակին Քրիստոս ամփարիչներուն համար մեռավ։ Բասնզի արդարի համար հազիվ գնա մեկը մեռնիլ, բայց բարի մարդու համար կարելի է որ մեկը համարձակի մեռնիլ։ Սակայն Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք։
Դրա համար էլ հենց կոչվում է հավիտենական ավետիս։ Այսինքն դա շուտվանից էր, այն ժամանակ այս ծրագիրը չկազմվեց, երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին, դա արդեն պատրաստ ծրագիր էր։ Եվ հավատալով ուրեմն ինչ են ասում այս համարները, որ մենք հավատալով Հիսուսի թափած արյանը եւ հարության զորությանը ազատագրվում ենք մեղքի պատժից եւ դրա իշխանությունից։ Եվ Պողոսը հենց Հիսուսի մասին էր քարոզում։ Հիսուսը իր քարոզների կենտրոնն էր։ Խաչված Քրիստոսը փրկագնեց նրան, նրա անցյալի դատապարտումից ու հանցանքից։ Հարություն առած Քրիստոսը նրան ներկայի համար զորություն տվեց, իսկ վերադարձող Քրիստոսը նրան հույս տվեց ապագայի համար։ Եվ այս նույնը մեր բոլորիս համար։ Այսինքն խաչված Քրիստոսը, հարություն առած Քրիստոսը եւ վերադարձող Քրիստոսը, անցյալ, ներկա եւ ապագա։ Ուրեմն կներես, մի դարքի բան կա, որ այստեղ ասում է հավատալով նա թափած այն հարության զորության մենք ազատագրվում ենք մեղքի պատժից։ Հասկացանք, մեղքի պատժը մահ է, դրանից ազատագրվում ենք, բայց կարևոր մի բան կա եւ դրա իշխանությունից, այսինքն այլևս մեղքը մեր վրա իշխանություն չունի։ Այսինքն մենք չենք գնաց, ամա սալանը ինձ խափեց, ասիչ բանի մեջ, մեղքի մեջ ինգա։ Մեղքի մեջ կսեք ինգա, քանի որ թուն ցանկացար, քու ցանկությունների կրթված, բայց Հիսուս կրնա այդ իշխանությունը մեզ ազատել։ Այսինքն կրնա ազատել, որ մենք չինանք նորեն անհնազանդ չլալով։ Անի կարծես թե մեր ցերկն է, եթե մենք ուզենք իրեն հետ սերտ հարաբերության մեջ մնալ, միշտ իրեն ցերկը բռնել, միշտ աղոթքով իրեն հետ լալ, միշտ իրեն խոսքը լսել, միշտ իրեն հնազանդ լալ, աս իշխանությունը մեզի մեր վրա իշխանություն չունենար։ Հենց այդ է, որ շատ մարդիկ այսպես են պատկերացնում, որ Հիսուսը ներում է մեր մեղքերը ու դրա վրա կանգնում է։ Շարունակում են մեղանչել, ասում են օքեյ է, Հիսուսը ներում է մեր մեղքերը։ Բայց հավիտենական ավետիսը դրանով չի վերջանում։ Հավիտենական ավետիսը հենց դրա մասին է, որ մեզ բուժում է Հիսուսը մեղքին հնազանդվելուց։ Մենք էլ գերի չենք լինում մեղքին։ Թե չէ իմաստ չէր լինի։ Այսինքն ինչ իմաստ կա այդ զոհի մեջ, եթե շարունակելու ես նույն ձևի ապրել։ Եթե դեղեր կան, չէ, անդադ խմում են, ասում են մինչև կյանքի վերջ պիտի խմես։ Այդ դեղը, որ քո հիվանդությունը չկրկնվի, չէ։ Այո։ So, եթե ինչ օգուտ է խմած դեղից, եթե այդ սիմպտոմները անդադ շարունակում են, դու անդադ տարապում ես։ Նույն ձևի Հիսուսի խաչը դեղը մեր փրկության համար։ Փրկություն ոչ թե առաջինը ֆիզիկական փրկություն նկատի ունի, այլ հոգևոր փրկությունը։ Փրկություն մեղքից։ Թե չէ իմաստ չէր ունենա, այդ ինչքան էլ մեղքից ներեր։ Եվ ուրեմն 4 հատ կետ է այստեղի հայտ գալի։ Մենք արդարացվում ենք անվճար շնորհով, շնորհն Աստծո արդարության հռչակումն է, շնորհն արդարացնում է նրանց, ովքեր հավատով ընդունում են Հիսուսին, այսինքն ընդունում են ոչ թե այն, որ Հիսուսը կա, գոյություն ունի, չէ, ինչ է նշանակում Հիսուսին ընդունել, որ ինքը իմ փրկիչն է, որ իմ մեղքերը ներում է, որ ինձ մաքրում է մեղքերից, այդ է, այսինքն մարդը եթե չի ընդունում, որ ինքը մեղավոր է, ինքը չի կարա Հիսուսին որպես Հիսուսին ընդունի, ինչի համար ընդունի, եթե ինքը մեղավոր չի, ինչից է այն փրկում Հիսուսը։ Աստծո սերը մեր նկատմամբ դրսևորվեց, երբ մենք դեռևս մեղավորներ էինք։ Այսինքն մեր լիովին 100% Աստծո շնորհիվ է, որ մենք փրկվում ենք։ Մեզանից ոչ մի փրկության աղբյուր չի բխում, այլ միայն Աստծուց։ Մենք չենք կարող վաստակել Քրիստոսի շնորհը մեր գործերով։ Ինչ գործ ուզում ես արա։ Եթե դու բարին ես գործում, էլի Հիսուսի շնորհն է։ Ինքն է այդ շնորհը տվել, չէ՞, ասում ամեն բարի բան Աստծուց է։ Ամեն։ Այսինքն էլի Հիսուսի շնորհով ենք փրկվում։ Նա մերժվեց, որպեսզի մենք ընդունված լինենք, նա մահացավ այն մահով, որը մեզ էր պատկանում, որպեսզի մենք ապրենք այն կյանքով, որն իրեն է պատկանում։ Հարկ Աստծո։ Այսինքն մեր կյանքը կարող է լրիվ փոխվի իր որակով եւ շատ
քրիստոնյաների կյանքերը վկայում են հենց դրա մասին, որ դա իրական է, եւ իրենց կյանքերը վկայում են, որ Քրիստոսը իրոք կենդանի է եւ գործում է։ Ուրեմն Բ Տիմոթեոս առաջին գլխի 9-րդ համարի մեջ եւ Տիտոս առաջին գլխի 2 համարի մեջ ինչ ասում, որ այս ծրագիրը, փրկության ծրագիրը աշխարհի ստեղծումից առաջ էր դեռ ծրագրված։ Եվ դրա համար այն կոչվում է հավիտենական ավետիս։ Նախքան աշխարհն արարել Աստված գիտեր, թե ինչ է պատահելու, ուստի եւ հաստատեց փրկության ծրագիրը դիմադրելու ճգնաժամին, երբ այն վրա հասներ։ Ինչի, որովհետեւ Աստված մեզ ստեղծել է, մարդուն ստեղծել է ազատ կամքով։ Երեք հեշտակների լուրը շնորհի պատմություն է եւ այն պատմում է փրկչի սիրո մասին։ Հիսուսի պատմությունն է դա, ով նախընտրեց մեռնել, քան կորցնել մեզանից որևէ մեկին, որտեղ ինքը մահացել է յուրաքանչյուրիս համար, բայց մեր ընտրությունն է, մենք ընտրում ենք իրեն թե ոչ։ Եվ այս լուրը անսահման է, անհասկանալի եւ անվերջ, այսինքն լիովին հասու չի մեր ուղեղին, ոնց կարող անմեղ Հիսուսը Աստված դառնա մարդ, այնքան սիրեց մեզ, որ ինքը համաձայնվեց այդ ամեն ինչի։ Արդյոք այդ սերը կա մեր մեջ, արդյոք մենք պատրաստ ենք մեր մոտիկների համար համաձայնվենք զոհաբերվելու։ Եվ ոչ մի լուր Աստծուն հնարավոր չի հանկարծակի վերել, որովհետև ինքը, գիտեք, ոնց որ շենքերում կա ծրագիրը, չէ, նախորդ պատրաստում, որ եթե հրդեհ լինի, ինչ պիտի անեն, որ ուղղությամբ պիտի գնան, որտեղից պիտի դուրս գան, որ ելքից պիտի դուրս գան, կամ կարող է հիվանդ չլինենք, բայց տանը դեղերի տուփ պահենք, որ հանկարծ հիվանդանանք, կամ ինչ-որ դեղամիջոցներ բնական, որ հանկարծ հիվանդանանք, օգտագործենք դա, չէ, նույնը Աստվածն է։ Այսինքն ինքը հաշվի առավ, որ կարող է ինչ-որ բան լինի։ Կարդանք Հայտնություն 13 գլխի 8-րդ համարը եւ Պետրոս առաջին գլխի 18-ից 20 համարները։ Հայտնություն 13 8-րդ համարը։ Անոր երկրպագություն գինեն երկի վրա բոլոր բնագոները, որոնց անունները աշխարհի սկիզբեն ի վեր մորտված գարունգին գնաց գրքի մեջ գրված չեն։ Եվ առաջին Պետրոս առաջին գլուխ 18-ից 20 համարները ողորված։ Գիտնալով, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք, որ ձեր հայերեն ստացաք անուղիղ ճամփաներով, հապա Քրիստոսի պատվական այրունովը, որպես թե անբիծ ու անարատ գառիմը, որ ճանչված էր աշխարհի սկիզբեն առաջ, ու վերջին ատենը հայտնվեցավ ձեզի համար։ Այսինքն նույնիսկ միտեղ ասում է աշխարհի սկզբից մորթված գառնուկը, չէ՞։ Չնայած ինքը աշխարհի սկզբից չի մորթվել։ Այո։ Ուզում ասի ծրագիրը վաղուց է եղել։ Եվ դեռ մինչև մեր երկիրը ստեղծելը, մինչև Ադամին ու Եվային ստեղծելը, ինչի Աստված այսպիսի ծրագիր ստեղծել նախորդ։ Քանի որ ինքը հաշվի առել այն փաստը, որ կարող է մարդը սխալ ընտրություն կատարել, որտեղ ինքը ազատ ընտրություն է տվել։ Միակ ձևը մարդու սխալ չանելու ինչ է, որ Աստված իրեն ստեղծել որպես ռոբոտ, այսինքն ծրագիր դնել մեջ եւ վերջ։ Հիմա էլ շատ կամպանիաներ եւ այլն ինչ են օգտագործում գործի մեջ։ Ռոբոտներ, կոմպյուտերներ, զանգում ես, մինչև հասնում ես կենթանի մարդու հոգիդ հելնում է։ Իրանք ինչ են այդպես անում, ինչ են ծրագրեր կազմում կոմպյուտերային, որտեղ անսխալական է։ Ծրագիրը անսխալական է, չի կարա սխալ։ Եթե ծրագրավորողը ճիշտ է դրել ամեն տվյալը, իսկ մարդը սխալական է, չի կարա ամեն րոպեի սխալ բառ ասի, սխալ տեղեկություն տա եւ այլն եւ այլն։ Եվ ուրեմն դա օգտագործ դրա համար իրանք ուզում են շատ են մտցնում այդպիսի բաներ ծրագրավորված։ Եվ Աստված էլ մեզ կարող էր այդպես ստեղծել, բայց այդ ժամանակ մարդը արդյոք ունենար զգացմունք կամ հավատարմություն կամ սեր
Սեր կարևոր չէր ունենալ։ Չես կարող ունենալ։ Ռոբոտի որ ստեղծես, ինչքան ուզում ես, ինչ ուզում ես, այդ ռոբոտը կարա հավատարիմ չէ։ Աստված ինչի մեջ չստեղծեց ռոբոտներ։ Շատ մարդիկ ձգտում են իրանց երեխաներին ռոբոտի պես մեծացնել։ Իմ խոսքը օրենք է, եթե ես ասում եմ, դու պիտի ենթարկվես ռոբոտի պես, նույնիսկ չմտածես մի վայրկյան, եւ ինչի որ իր գլուխը հանգիստ լինի, պրոբլեմ չառաջանա հանկարծ, այո, երեխա պիտի ենթարկվի ծնողին։ Բայց ոչ թե բախի ազդեցության ներքո, ոչ թե նրա համար որ ծրագրավորված է իր մեջ, այլ երեխան հասունանում է, քիչ-քիչ պիտի սովորացնես, անդադ սովորացնես։ Ոչ թե, տեսեք, հիմա դասատուներն են, չէ, սովորացնում երեխաներին, բայց ինչքան է հիմա օնլայն օգտագործվում, այսինքն արդեն օնլայն կա, դու երեխան գնում է եւ այնտեղ ասում, պետք չէ որ դասատուն անդադ կրկնի, չէ։ Եվ դասատուի տեղն է զբաղեցնում, բայց արդյոք կարա այդ օնլայնը տա, դասատուն միայն տեղեկություններ ու գիտություն տալու համար չի, այդ օնլայնը չի կարա երեխային շատ բաներ տա, որ դասատունը տալի։ Բարոյական դասեր կամ, չգիտեմ, օրինակ հանդիսանա, այսքան շատ բաներ այս աշխարհում կա, հոգևոր բաներ չի կարա տա այդ երեխուն փոխանցի։ Այսինքն երեխան կարծես թե ռոբոտից է անդադ սովորում։ Եվ ճիշտ է, դա ունի իր լավ կողմը, բայց նաև վատ կողմ ունի։ Դրա համար Աստված մի բան գիտեր, որ մեզ ռոբոտ չստեղծեց։ Ինքս ուզում է, որ մենք ինքնակամորեն սիրենք իրան եւ իրար իհարկե։ Դրանից բխում է նաև իրար սիրելը։ Այսինքն ընտրության հնարավորությունը։ Մեր փրկության ծրագիրը ուշացած մտահղացում չէր, ի հայտ եկած Ադամի անկումից հետո դա հայտնությունն էր այն խորհրդի, որ հավիտենական ժամանակներից լուր պահված էր, ինչպես ասում է Հռոմեացիների 16:25-ում, դա բացահայտում էր այն սկզբունքների, որոնք հավերժական դարերից ի վեր Աստծո գահի հիմքն են եղել։ Դարերի փափագում է սա գրել Էլեն Ուայթը։ Պատկերացրեք, որ եթե վերցնենք կենդանի շունիկը կամ քիսիկը կամ չգիտեմ եւ համեմատեք խաղալիքի հետ։ Ինչքան տարբերություն է։ Խաղալիքը կարա մեզ սիրի, կարա մեզ այդքան ուրախացնի, ինչքան որ իրանք են մեզ սիրում ու հավատարիմ են, ինչքան են ուրախացնում իրանց սիրով ու հավատարմությամբ։ Տարբեր պատմություններ եմ կարդում, ուղղակի ապշում են, թե ինչքան են իրանք փրկում իրանց տիրոջ կյանքը վտանգի ժամանակ, ինչքան են օգնում։ Այսինքն չի կարա արհեստական ոչ կենդանի, հիմա արհեստական բան կա, չէ, այդ բառը մոռացա, արհեստական ուղեղ, մի անգամ վահեց մի բան հարցրի, հետո բռնեց բացեց էդի, կամպյուտերի մեջ, ըտեք արդած պատասխանել, ասում տղա ջան, ես ըտերի չեմ ուզում պատասխանել, ես քեզնից եմ ուզում։ Այսինքն ստեղծել են մի ուղեղ, որ մարդու փոխարեն մտածում է, ամեն ինչ ուզում են անել, որ մարդը զրկվի մտածելու ունակությունից։ Իսկ Աստված, երբ որ ասեց ես ստեղծել եմ մարդուն իմ պատկերով, հենց դա նկատի ուներ, մտածելու ունակության, որ մենք կարող ենք գիտակցաբար ընտրել իրան ու ծառայել եւ գիտակցաբար սիրել իրան։ Հարաբերություն ունենալ իրեն։ Այո։ Եվ հայտնության 14:6 համար նաև ինչ լուր ասում, որ այս հավիտենական ավետիս այս սիրո լուրը ամբողջ աշխարհին է քարոզվելու։ Ասում այտենց ցեղ, այտենց ազգ, այտենց լեզու, այտենց ժողովուրդ չի լինելու, որ չլսի այս լուրը։ Ասում ամեն աշխարհի վրա ամեն ազգ կլսի։ Եվ Մատթեոս 28:19-20 համարները հենց էս են ասում, չէ՞։ Մատթեոս 28 19-20 համարները։ Ուրեմն կացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, մգրդեցեք ծանոն կանոն հոր եւ որդու եւ հոգու սրբով։ Սորվեցուցեք անոնց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզի պատվիրեցի, ահա ամեն օր ես ձեզի հետ եմ, մինչև աշխարհիս վերջը, ամեն։ Ամեն։ Այսինքն Հիսուսը մեզ պարապ չի թողել, չի ասում պարապ սպասեք ինձ։ Չէ։ Ասում է զբաղվեք, Սորվեցուցեք։
մեծ պատիվ ա տվել, որ մենք մասնակից լինենք իր ավետիսի մեջ։ Այդ որ ասում է հեշտակներն են ավետում, չի նշանակում, որ հեշտակը հենց գալիս ասում է, այլ էդի խորհրդանշում է այն վիթխարի ծավալը, որը ընդգրկում է այս ավետիսը, ինչի, որտեղ հիմա շատ միջոցներ կա հեշտ քարոզելու, չէ, օնլայն, այդ սոցիալական մեդիա, հեռուստացույց, ռադիո, եւ շատ միջոցներ կան եւ դրա համար վիթխարի ծավալ է ստանում, այսինքն այդ բոլորը կարող են աստծո նպատակին օգտագործել։ Եվ մի մարդ իր գրքում գրել է, որ մարդ հարարած արարվեց իր կյանքից անհամեմատ ավելի մեծ բանի մաս կազմելու համար։ Մեղքը ստիպում է մեզ սեղմել մեր կյանքն այնքան, որ այն նվազում է մինչև այդ կյանքի չափը։ Քրիստոսի շնորհը տրված է մեր սեփական փոքր եսակենտրոն թագավորության սահմաններից մեզ փրկելու համար ու հնարավորություն է տալիս ապրելու հանուն հավերժական նպատակների եւ Աստծո թագավորության երջանկացնող հաճույքների։ Ես չեմ կարող ասեմ, ես հայ քրիստոնյա եմ։ Քրիստոնյա բոլոր ազգերի մեջ կա եւ ես չեմ կարող ասեմ, ես մենակ հայերին եմ ուզում հայերի համար եմ ուզում աշխատել կամ այսինքն Աստված չի դնում սահմաններ, ասма գնացեք քարոզեք բոլոր ազգերին, բոլոր լեզուներին։ Այս աշխարհի վրա չկա մի մարդ, որ արժանի չի լսելու այս լուրը։ Եվ իրոք այս լուրը ինչ պիտի անի մեզ, ոգեշնչի, որ մենք մեր բուջուրի կյանքերով կարանք չապրենք, այլ մի հատ մեծ բանի մաս կազմենք, օգուտ տանք, մասնակցենք այդ օրհնյալ գործին, դա իրականում պատիվ է մեր համար։ Եվ Աստված չի ստեղծել, որ մենք մեզ համար ապրենք, կաղապարված մեր հոգսերի մեջ, մենակ մեր մասին մտածենք, մենակ մեր ընտանիքի հոգսերի մասին մտածենք։ Հիսուս ասում է, վերցրեք իմ բեռը ձեր վրա, այն թեթև է։ Այսինքն այդ ձերը հանձնեք ինձ, էսի վերցրեք ձեր վրա։ Ու իրոք այդպես է, երբ որ մենք դադարում ենք միայն մեր հոգսերով ապրելուց, ի՞նչ է տեղ ունենում, շատ հետաքրքիր բան է տեղ ունենում։ Մեր անձնական հոգսերը ավելի արագ ու շուտ է սկսում լուծվել, քան թե որ մենք էինք ուզում լուծել, միայն կենտրոնանալով դրա վրա։ Բայց երբ որ մենք կենտրոնանանք Աստծո գործի վրա, մեր խնդիրները ավելի շուտ է լուծվում։ Եվ դա մարդուն տված առաջադրանքներից ամենամեծ առաջադրանքն է։ Երբ որ 19-րդ դարում այս երեք հեշտակած պատգամը պարզ բացվեց հավատացյալ ժողովրդին եւ ստեղծվեց եկեղեցի, որ սկսեց քարոզել այս լուրը, որտեղ սա վերջին ժամանակների հրատապ լուրն է, որը պետք է հռչակվի յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի եւ ժողովրդի, որպեսզի աշխարհը պատրաստվի Քրիստոսի վերադարձին։ Եվ 1874 թվականին գլխավոր վեհաժողովը, այսինքն կոնֆերանսը, շատ լավ քարոզիչ կար, որին կոչեցին մեր շարքերի ամենաունակ մարդը, Ջոն Էնդրյուսը, եւ նա շատ օգտակար էր Աստծո գործում, նա անգիր գիտեր նոր կտակարանը եւ հին կտակարանի մեծ մասը, հիանալի գիտնական էր, արգասավոր գրող, հզոր քարոզիչ եւ հեղինակավոր աստվածաբան, բայց նրան խնդրեցին, որ ինքը գնա Եվրոպա եւ քարոզի այնտեղ այս լուրը։ Նրա կինը նոր էր մահացել, ինքը ուներ 2 երեխա, բայց ինքը առանց խոսքի վեր կեցավ, իր 2 երեխաներին վերցրեց եւ գնաց քարոզելու։ Ինչը ստիպեց այս մարդուն, որ իր բավարարված կյանքը, իր կայացած կյանքը թողնի եւ գնա սկսի նոր մարդկանց քարոզել, որտեղ չկար այս նույն մասին խոսք անգամ։ Նախ որ ինքը Հիսուսին շատ էր սիրում, հետո էլ հավատում էր, որ շուտով կգա։ Այո, ուզեց որ իր երկրորդ դարձության մասին խոսի։ Այո, նա հավատում էր, այո, հենց դրան։ Եվ հավատում էր, որ Հիսուսը, երբ որ ասում է գնացեք եւ քարոզեք, ինքը անկեղծ հավատում էր դրան եւ լրջորեն իր սրտի մեջ էր դրել։ Եվ
ոչ միայն նա, այլ նաև մեր եկեղեցու շատ մարդիկ, ովքեր շատ ամենապայծառ մտքերը, լավագույն ծառայողները, ճամփորդել են աշխարհի ծայրերը, հռչակելու Աստծո վերջին ժամանակների լուրը։ Նրանց շարքերում եղել են ուսուցիչներ, բուժաշխատողներ, հովիվներ, ֆերմերներ, մեխանիկներ, հյուսներ և առևտրականներ։ Եվ նրանք հասարակ մարդիկ էին, որոնք հավատում էին, որ Հիսուսը շուտով գալիս է։ Գիտեք, երբ որ ես կարդում եմ այս մարդկանց արած գործի մասին, ես ուղղակի ապշում եմ իրանց ինչպես են իրենց անձուրանում, որտեղ շատերը գնում են Աֆրիկա, որտեղ տարական պայմաններ չկա ապրելու։ Եվ կարող են եւ մալարիա ընկնել, եւ տիֆ ընկնել, ամեն տեսակի հիվանդություններ, ջուր չկա խմելու, բայց այս մարդիկ գնում են, համաձայն են այդ ամեն տառապանքը տանեն, նեղությունը տանեն, մենակ այդ մարդկանց օգնեն։ Եվ երբ որ տեսնում եմ այդ սեվական երեխաների ուրախությունը, այդ մարդկանց ուրախությունը, ինչքան օգնություն են տալի, ինչքան բուժ օգնություն են տալի այդ մարդկանց, ինչքան մարդիկ են դարձի գալի, ուրախանում են այդ լուրով, որ իրանք արհամարված չեն, որ իրանք էլ են սիրված Աստծուց։ Այս է իմաստը այս ավետիսի։ Աստծո աչքին չկա տարբերություն ոչ մի ազգի, ոչ մի ցեղի, ոչ մի ժողովրդի մեջ։ Աստված սիրում է բոլորին հավասար։ Եվ մենք դա պիտի հասկանանք եւ Հիսուսի առաջադրանքը կատարենք, մաս կազմենք դրան։ Եվ ինչ ավելի մեծ, հսկայական ու ավելի փառավոր բանի համար կարող ենք ապրել, քան հավերժական կյանքի խոստումը հռչակելը, որը մեզ տրվել է Հիսուսով։ Այսինքն մարդիկ տխուր ապրում են, կարծում են, թե այս կյանքն է հենց որ կա, այս կյանքը բրծնի վերջ իրանք չեն լինելու, շատերը վախենում են մահից, տառապանքի մեջ են։ Եվ կարծում են, թե այս ժամանակավոր տառապալից հիվանդությունով լեցուն կյանքն է միայն որ կա, բայց երբ որ ասում ես իրանց ոչ, մենք դրա համար ստեղծված չենք, Աստված մեզ սիրում է, ստեղծել է, որ մեր հետ հավիտյան ապրի։ Սրանից ավելի լավ բան, միթե հնարավոր է մարդուն տալ։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթ գրքից, մեծ պայքարի գրքից Էջ 612, Աստծո ծառաները լուսավորված եւ սուրբ նվիրումից փայլող դեմքերով կշտապեն տեղից տեղ հռչակելու երկնային լուրը։ Հազարավոր ձայներ ամբողջ երկրով մեկ կազդարարեն նախազգուշացումը, կկատարվեն հրաշքներ, հիվանդները կբժշկվեն, եւ նշաններ ու հրաշքներ կուղեկցեն հավատացյալներին, բայց սատանան նույնպես կգործի իր կեղծ հրաշքներով եւ նույնիսկ երկնքից կրակ իջեցնի երկրի վրա մարդկանց առաջ։ Այսպես երկրի բնակիչները կկանգնեն վերջնական ընտրության առաջ։ Փառք Աստծո, մենք հիմա շատ հնարավորություններ ունենք այս ավետիսը լուրը տալու, օգտագործենք այդ հնարավորությունները եւ մեր կյանքը անցկացնենք ուրախության մեջ, Աստծո ծառայության մեջ։ Թող Աստված լինի մեզ օգնական։ Ամեն։ Ամեն։